Այս բանակցությունները հավանաբար հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող մաս կա, ուղիղ չի, բայց երևում է։ Ինձ թվում է երրորդ ուժի չլինելու հանգամանքը Թուրքիայի պահանջն է, որ Հայաստան-Թուրքիան սահմանում էլ իրենք չլինեն, որտեղ վաղը մյուսօր մենք պետք է անցնենք արդեն Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակմանը, չէ, բացմանը։ Ինձ թվում է դա Թուրքիայի պահանջն է տակը։ Մի հատ էստեղից հանեք, որ հետո իմ հետ սահմանը կարողանաք բացել։ Հավանաբար այդ բանն էլ կա, ինչը բայց մեզ ձեռնտու է, նայեք։ Հիմա այս ողբասացները կմտնեն ռուսին հանում եք թուրքին, չէ, այդպես չի։ Մենք մեր սահմանները պետք է ապառուսականացնենք։ Միջանցքը ոչ մեկին չի տալիս, իհարկե, բայց փորացավն այդպեսին է։ Որոնել անընդհատ պատրվակներ, հիմա միգուցե կսրվի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագրով ամբողջությամբ չէ, բայց հավանաբար մի 150 տարվա, միգուցե 200 տարվա ռուս-թուրքական գործարքը ճեղքում է։ Իրենք սա չեն ուզում, որ լինի, որտեղ Ռուսաստանը ինչ է սովոր, Ռուսաստանը սովոր է վերքոտ կոնֆլիկտների, որ ինքն է բստրել, կոնֆլիկտները դրել է, չէ, եւ ինքը այդ կոնֆլիկտներով կառավարում է։ Հիմա եթե մենք այդ կոնֆլիկտը հանում ենք խաղաղության պայմանագրով, Ռուսաստանը այստեղ զառադը քաշելու է։